Պարոն Համբարձումյան, ձեր ասածը, տեսեք դուք ինչ ասեցիք նախապատրաստական աշխատանքների որակյալ իրականացման համար, ասել է թե մենք համակարգի ներդրման, օրենքի ընդունման որոշակի նախապատրաստական աշխատանքներ ունենք դեռ անելու եւ այս վարկային միջոցներից դրա համար նույնպես պետք է տրամադրենք, բայց այս պարագայում 24 թվականին մենք ոնց էինք 18 միլիարդ դրամ արդեն ապահովագրական համակարգի ներդրման ծախսեր դնում։ Մենք արդեն 24 թվականին բյուջեում բերեցինք համակարգը ներդնելու։ Եթե 24 թվականին մենք այսօր դեռ չունենք այդ նախապատրաստական աշխատանքների կարիքը կա, բայց 24 թվականին ոնց էինք բերել։ Այդ ինչ եւ հիմա այդ հակասությունը համոզված եք, որ ճիշտ է լուծվելու։ Իմ ասածը նաեւ դա է։ 24 թվականին դուք արդեն պատրաստ այսպես նույն ջերմեռանդությամբ ասում էիք համակարգը ներդրվելու է ու պարզվեց որ չի ներդրվելու։ Հիմա էլ այսօր ասում եք, գիտեք, մենք փող ենք ուզում, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ անենք, որ որակով համակարգ ունենանք։ Շատ լավ է, որ մենք որակով համակարգի մասին ենք խոսում։ Սա իմ արձագանքը այդ հարցի վերաբերյալ։ Հաջորդ հարցերս, եթե կարելի է։ Հիմա ես ամեն դեպքում այստեղ նաև հաջորդ հարցս, տեսեք, դուք գրել եք ձեր ներկայացրած համակարգում տեղեկանքում եզրակացության մեջ, հա, այս եզրակացության մեջ այստեղ բան կա 501, հա, ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը, այս համաձայնագիր ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանը հետևյալը, որ առողջապահության նախարարությունը ընդունել է բանկի համար ընդունելի ծրագրի գործառույթների ձեռնարկը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ պահանջներ, պայմաններ են այստեղ շարադրված այդ ծրագրի գործառույթների ձեռնարկում, որ մենք պետք է ընդունենք։ Դա մենք արդյոք դա քննարկվել է եւ կուզեի հիմնական սկզբունքային պահանջները դնել այդ ձեռնարկի։ Միգուցե մենք այսօր սա համաձայնագրի ազգային ժողովի այդ համաձայնագրի վավերացումը կատարում է եւ արդյունքում պարզում է որ բանկը այնպիսի գործառույթների ձեռնարկ է ուզում, այդ ձեռնարկում այնպիսի պարտադրանքներ է դնում, որ մեզ ձեռք չի տալիս։ Սա մանրամասը կներկայացնենք այդ ձեռնարկային պահանջները, որոնք մենք հետո պետք է անպայմանորեն անենք։ Եվ լավ, այդքանն էլ եւ հետո նորից էլի, այստեղ մի ուրիշ թվաբանական հաշվարկ էլ, ասենք, մայր գումարի մարումը իրականացվելու է սկսած 39 թվականի հուլիսից մինչև 49 թվականի հունվարը վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե մենք վերցնում ենք 102 միլիոն, հա, 102 միլիոն եվրո, մենք այդ մայր գումարի 102 միլիոնը վճարելու ենք 10 տարվա մեջ մայր գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Սա սխալ եմ հասկանում։ Տիկին Կյուրեղյան, տեսեք, սա բավականին մեծ ռեֆորմա եւ համակարգը, որ ասում ենք պատրաստ է, դա չի նշանակում, որ այս պահին հայտարարեցինք, որ ապահովագրության համակարգներ դնում ենք եւ այլևս ոչինչ չունենք անելու։ Շարունակական գործընթաց է։ Երկրները, որոնք որ 30 տարի եւ ավել ապահովագրության համակարգ են ընդունել պոստսովետական երկրները նկատի ունեմ, իրենք մինչեւ հիմա անընդհատ համակարգը բարելավում է եւ աշխատանքներ տանում է եւ ոչ մեկ ուղղությամբ եւ ԱԱՊ-ի եւ ֆինանսական որակի մնացած բոլոր հարցերով։ Այսինքն դա շարունակական գործընթաց է։ Մենք ասում ենք, որ մենք ներկա պահին պատրաստ ենք արդեն համակարգը փուլային ներդնելու եւ ինչի ենք ասում փուլային, որովհետեւ նկատի ունենք, որ լրացուցիչ ընթացիկ նաեւ աշխատանքներ պետքա զուգահեռ իրականացնենք եւ այն բոլոր աշխատանքներ, որ այսօր իրականացում են թե վերանորոգումների, վերակառուցումների, սարքերի եւ մնացած բոլոր ուղղություններով դա հենց համակարգի պատրաստվածության անընդհատ իրականացվող շարունակական գործունեությունն է։ Ինչ վերաբերում է գործառնական պլանին, դա համաշխարհային բանկի բոլոր վարկային ծրագրերի դեպքում իրենք ավելի մանրամասը գրում են տեխնիկական նկարագիր, թե այս ցուցանիշները օրինակ ոնց պետքա հաշվարկվի, ոնց պետքա զեկուցվի, այսինքն ինքը ավելի վարկային համաձայնագրից բխող լրացուցիչ տեխնիկական աշխատանքային ծրագիր է, թե յուրաքանչյուր ցուցանիշ օրինակ ոնց է հաշվարկվում,
ոնց է ներկայացվում, ինչպես է ստուգվելու, ինչ պայմաններ է հաշվի առնվելու, որ ստուգվի, այսինքն ինքը տեխնիկական եւ բնականաբար ինքը չի կարողանա չի դուրս գալու այն լիազորությունների շրջանակներում, որը որ ազգային ժողովը վավերացնելու է համաձայնագրով։ Խնդրեմ Տիկին Գյուրեգյան։ Տիկին Նանուշյան, տեսեք դուք ասում եք, քանի որ այո, ես համաձայն եմ, որ համակարգը, որը հատկապես նորավոր շատ լուրջ, կարևոր ու ինքը մեծ ծավալով ու մեծ աշխատանք պահանջող համակարգ է, այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող եւ ինքը իր աշխատանքի ընթացքում անընդհատ փոփոխությունների առաջարկներ է բերելու, եթե այդպես չլիներ համակարգը ուրեմն կենսունակ չի, բայց հարցը հենց դրանում է, տեսեք, դուք ասում եք, որ համակարգի ներդրումը անընդհատ նոր փոփոխությունների կարիք է առաջացնելու, այստեղ էլ հստակ ասվում է, որ դուք պետք է մենք, մեր երկիրը պետք է իրականացնի որոշակի քայլեր, այդ քայլերը պետք է արժևորվեն, արժեք ստանան, գնահատվեն եւ այդ գնահատման արդյունքում բանկը որոշի հաջորդ բաժինը տալիս է թե չէ։ Եվ արդյոք մենք համոզված ենք, որ մեր այդ տարիներում անընդհատ նոր հարցեր ծնող համակարգը այս պահի դրությամբ այնպես ենք անելու, որ դա բավարարի բանկին, որ ինքը երկրորդ, երրորդ, չորրորդ չափաբաժինը տա։ Եվ եթե չի տալիս, մենք նորից այն նույն ցիկլի մեջ չենք ընկնում լրացուցիչ չլուծված մասնաբաժնի որոշակի տոկոս վճարելու, քանի դեռ մեր կատարած աշխատանքը չի բավարարվել։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Մենք վարկը վերցնում ենք, մենք տոկոսի, այսպես ասած, ժողովրդի լեզվով տոկոսի տակ ենք մտնում մի գործողության, մի գործառույթի համար, որի ապագան մոտ ապագան էլ նույնիսկ չգիտենք ընդունվելու է թե չէ, թե դուք արդեն կառավարությունը ազգային ժողովի տեղը որոշել է, որ այդ ձեր վերած օրենքի նախագիծ անմիջապես ընդունվելու է, էդ էլ ասեք իմանանք, վերջի վերջո ազգային ժողով, հանրային լսումներ, մենք չգիտենք դա ինչքան է տևելու, մենք արդեն վարկ ենք վերցնում ու որոշակի մարման մասին ենք խոսում, խնդիրը միայն դրանում է։ Արգել Տիկին Գյուրեգյան, կառավարության ծրագրով նախանշված է, որ պետք է Հայաստանի Հանրապետություն ներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգ եւ դա լուծելու է բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են ծառայությունների ֆինանսական անհասանելիության հետ կապված։ Այսօր մեր քաղաքացիները մեծ մասի համար գրպանից դուրս ծախսերը բավականին մեծ թիվ են կազմում եւ կառավարությունը նաեւ իր 5-ամյա ծրագրով հանձն է առել ներդնել համակարգ, որը կլուծի այդ ֆինանսական անհասանելիության հարցերը։ Իհարկե ազգային ժողովն է վերջը որոշելու ընդունելու թե չէ, բայց դա է այն ճանապարհը, որը որ մեր միջազգային գործընկերներն են մեզ առաջարկում են լրջորեն մոտենալ եւ որպիսի հասանելի դարձնենք եւ դեղորայքի հասանելիության հետ կապված հարցեր, ինչպես նշեցի, նման ցուցանիշ կա, եւ առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացման հարցերը, տրեյնինգների հարցերը, դեղորայքի հետ կապված այլ հարցեր, այդ բոլոր հարցերը արծարծել է, սահմանել է, որպիսի երկիրը հանձն առնելով այս վարկային ծրագրի շրջանակներում, որ այդ ցուցանիշները կանի, այդ ճանապարհով գնալով հասնենք այն նպատակին, որը մենք բոլորս մեր առջև դրել ենք։ Ուղղակի Համաշխարհային բանկը այս ծրագրով կողքից լրացուցիչ օգնում է, որպեսզի մենք կարողանանք այդ ճանապարհով գնալ, չշեղվելով այդ ճանապարհից։ Տիկին Գյուրեգյան, ես էլ կարելի եմ, եթե ավելացնելու բան կունենաք, կասեք, էլի երկու բան եմ ուզում ասել, Համաշխարհային բանկի կողմից ընդունել